Ուրբաթ 19 հունիս 2026-ի երեկոյան ժամը 6-ին Դբրևանքի Նունե եւ Նինարե Նազարյան մատենադարանին մեջ գայացավ Դբրևանքի 95-րդ գրթական ուսումնական դարաշրջանի ուսուցչական ամավերջի ժողովը, որը սկիզբ առավ դերունական աղոթքով։ Դբրևանքի առաքելությունը պատրաստել է ադագ երդասարդ դղակ, որ վերադառնան իրենց քաղաքները եւ ինչու՞ չէ Սփյուռքի այլ քաղաքներ եւ իրենց սորված ամրապնդված արժեքները դարաձեն, աշխուժացնեն իրենց շրջանակները եւ ամուր գարչած բահեն հայ քաղաքը, ուր որալ գտնվին։ Այսօր պետք է ընդգծել, թե մեր կյանքի մեջ բոլոր ժամանակները ավելի կարիք կա նվիրյալ պատրաստված մարդուժի, աշխարհական թե հոգևորական։ Եվ ճիշտ այդ աշխարհանքն որ կգադարի Դբրևանքը 10 տասնամյակներ է իվեր, իբրև Մեծիդան Անգելիկո կաթողիկոսության սիրտը։ Դբրևանքի առաքելությունը եկեղեցվո եւ ասկին ծառայողներու ամբողջական պատրաստությունն է։ Ժողովրդի եւ եկեղեցվո գարիքները լավ հասկանալով, անոնց համապատասխան մարդուժ պատրաստելով եւ մեր ծառայական տաշտի մեջ մեծ աշխատանք դանելով։ Աբա Դբրևանքի դեցուչ Քերաբադիվ Դերբարյուր Զայրակուն Վարդապետ Չերնեզյան ողջունելով ուսուցիչները իր բարձր գնահատանքը հայտնեց ամբողջ տարվան ընթացքին անոնց տարած արդյունավետ գործունեության համար։ 95 երկար եւ փեղուն դարիներու վրա երկարող իր գործունեությամբ Դբրևանքը միշտ հավատարիմ մնացած է իր առաքելության, որովհետեւ առաքելությունը գիմաստավորվի, երբ որ գա արժե համագարկ, եւ Դբրևանքի ներքին մթնոլորտը, դասավանդությունները եւ ընդհանուր աշխատելավոճը այդ համագարկին գծարայե արժեքները, երբ որ հետեւողականորեն կփոխանցվին, ուրեմն գա հավատարմություն իր առաքելության։ Ժամանակի ընթացքին պայմանները փոխված են, միջավայրը փոխված է, մեր ժողովրդին գարիքները փոխված են, բայց առաքելությունը մնացած է միևնույնը։ Անշեղորեն ծառայել հայության, հայ եկեղեցու բայցարացման եւ մեր ժողովրդի հոգեմտավոր գարիքներու սպասարկման։ Միջոցները կգրնան փոխված լալ եւ կփոխվին ու պետք է փոխվին, որովհետեւ այս հաստատությունը եւս մնա միշտ երդասարդ, բայց առաքելությունը կմնա անփոփոխ։ Այն որ հավատավոր երբով հայ եկեղեցու եւ մեր ազգային արժեքներու հիման վրա հիմնված իր գրթական հadouk ծրագրով, սերդված եւ ամբողջական համագարկով պիտի շարունակի պատրաստել մարդիկ օրվան բանջարուն համացան։ Դբրևանքը հավատարիմ կմնա իր առաքելության, որտեղ չանք չի խնայեր, բոլոր ինչ որ պետք է գահասցնե դղոց լա տասանյութերը, որ գարենան ետ երթալ, օրինակ պրոժեները սկսիլ, քաղաքները ներս, քիտնալ ինչ ուղղություն պետք է դրվի, ասենք թե մեր աբակա սերունդներուն իրենք ալ այդ գործը դանին։ Ժողովի ընթացքին աշակերտներու անհատական եւ դասարանային քննարկումներուն առընթեր կատարվեցան առաջարկներ գրթական նոր ծրագիրներու եւ նոր մեթոդներու որդեգրման համար։ Համաշխարհանացումը այսօր մարդկությանը սպառնացող մեծակույն երևույթն է, թե չսենք վտանգն է, եւ իր գլանիչ հոսանքով կփորձե չնչնել, վերացնել այնինչ որ ասկային, այնինչ որ հոգեվոր է, այնինչ որ մարդկային է մարդուս մեջ։ Եվ Դբրևանքը հոս է որ ունելիք ունի։ Ոչ միայն իր գրթական ծրագիրներով, գրթական ծրագիրները կգնան առանցին չդոգալ համաշխարհանացման հրաբույրին կամ հարցակումին, այլ իր շեշտադրումը տնելով մարդ անհատի գազմավորումին վրա։ Դբրևանքը կպատրաստի այնպիսի արժեքներով մարդիկ, որոնք գարենան դոգալ, այնպիսի մարդիկ, որոնք երթալով իրենց հայեցի, ասկային, հոգևոր արժեքներուն, ագունքներուն գարենան թիմացել այդ զենքերը, որ Դբրևանքը գուտա, հայ մարդը գզինե թեմ տնելու այսօրվա միջավայրի բոլոր դժվարություններու թեմ։ Դբրևանքը արդեն բավական մտած է այդ համաշխարհանացման ասեմ ալիքին, որովհետև արդեն կկործածենք այսօրվա պետք եղած արդիական միջոցները մեր դասավանդումները կատարելու, դղոց միացնելու այլ քաղաքներու, այլ խումբերու աշխարհի 4 կողմը կմասնակցին աշակերտական Դբրևանքյան ցերնարկներու աշխարհի դարածքին, ժողովներու on-line, գերտան ուրիշ digital բաներ կսորվին, coding եւ այլն։ Արդեն Դբրևանքը գտանի այդ աշխատանքը եւ այդ մարտահրավերները արժևնից են, մեր արժևն են եւ գարձեմ դղակը բավական լավ կպատրաստվին թիմակրավելու այդ դժվարությունները եւ մարտահրավերները։ Դբրևանքի գրթական համագարկին եւ առօրյա աշխատանքներում մեջ շատ հավասարակշռված ձևով համատրված են ավանդականը, ասկայինը, հոգեվորը, եկեղեցականը, բայց նաեւ նորարար մոդեցումները։ Հետևաբար այս երկուքին հավասարակշռված մեկդեղումով կարելի է ասել, որ մեր ուսանողները կպատրաստվին ժամանակակից աշխարհի թե գարիքներուն, թե մարտահրավերներուն եւ թե նորություններով զինված անոր ծառայական տաշտին։
Ավարտին դեսուչ Հայսուրբը հատուկ շնորհակալություն հայտնեց Դիգին Նանոր Նիգոլյան Տյութունջյանի, որ գմեկնի Լիբանանեն, անոր երկար տարիներու ուսուցչական ծառայության եւ նվիրվածության համար։ Ներկա ուսուցիչները եւս բարի երթ եւ հաջողություն մաղթեցին Դիգին Նանորին։